Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ եւ կրկին խաչմերուկ հավելված հաղորդումն է։ Այս անգամ անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, որի վերաբերյալ մեր հասարակությունը գրեթե ամեն օր խոսում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ Խոսքը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի մասին է։ Ավելի կոնկրետ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի մասին։ Այսօր կրկին հաղորդումով արել եմ Գևորգի հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Կարծում եմ կհամաձայնես, որ մեր հասարակությունը գրեթե ամեն օր խոսում է այդ այցի մասին, անում է վերլուծություններ, փորձում հասկանալ, թե իրականում ինչ տվեց Վենսի այցը Ադրբեջանին եւ ինչ տվեց Հայաստանին, եւ ինչ ապագա կարող է ունենալ այս ամենը եւ ինչ զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում։ Ինչպես միշտ արդիական թեմա է ընտրել, այն էլ թեմա, որը իրոք մի քանի օրվա պատմություն ունի։ Այո, տես, Վենսը նախ սկսենք հայաստանյան այցից, քանզի առաջինը Վենսը ամեն դեպքում այցելեց Հայաստան եւ նաեւ անդրադառնանք այն դիվանագիտական, չգիտեմ, սկանդալ ասեմ, ձախողում ասեմ, կազուս ասեմ, խոսքը թարգմանության սխալի մասին է, եւ թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ, կամ թարգմանիչը չէր հասկացել Վենսի խոսքերի իրական այսպես ուղղությունը եւ ինչ է ասում Միացյալ Նահանգների փոխնախագահը, կամ սա արվեց միտումնավոր հասարակությանը այլ այսպես տեղեկատվություն տրամադրելու եւ որոշակիորեն այսպես այսը շատ ավելի դրական լույսի ներքո ներկայացնելու համար։ Այ դե գիտես ես ինքս նաեւ թարգմանիչ եմ։ Այո, ես դրամարել հարցնում եմ։ Ես բանավոր թարգմանություններ արել եմ։ Ոչ շատ, բայց արել եմ։ Ցավոք լինում է պահ, լինում է, որ իմացածդ ամենաէլեմենտար իմացածդ շփոթում ես պայտակ թարգմանելուց։ Դա լինում է։ Դա հուզմունքից է լինում, որովհետեւ ես չեմ բացառում նման պրոֆիլի աշխատանք է, այն էլ հատկապես նման բարձրաստիճան այցեր թարգմանելը մեղմ ասած հեշտ գործ չէ։ Դա համար ես ընդհանրապես չեմ բացառում, որ պարզապես պահիտակ թարգմանիչը հուզմունքից չի կարողացել։ Միգուցե հատկապես հիշենք Նենսի Փելոսի այցը 20 թվական, կարծեմ, որ նրա այցի ժամանակ էլ այդ նույն խնդիրը եղավ թարգմանության։ Եվ ես ասեմ, դա բավականին տարածված խնդիր է։ Բանավոր թարգմանությունը դա հեշտ չէ։ Հասկանալի է տարածված խնդիր է, բայց ամեն օր չէ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է Հայաստան եւ երևի թե կարելի է շատ ավելի պատասխանատու կերպով պատրաստվել այդ հանդիպմանը, բայց այստեղ խնդիրը թարգմանիչը չէ եւ թարգմանչությունը չէ այնքան, որքան ինչ ասեց Վենսը եւ դա ինչպես ներկայացվեց։ Վենսը ասեց հետեւյալը, որ մենք 5 միլիարդ դոլարի արտահանում կանենք, մենք թույլ կտանք ամերիկյան ընկերություններին 5 միլիարդ դոլարի արտահանում անել Հայաստան, եւ հետո մենք կստորագրենք պայմանագիր 4 միլիարդի համար սպասարկման հետ կապված։ Հիմա խոսքը գնաց ըստ էության մոդուլային ատոմակայան ստեղծելու մասին, բայց եթե մենք խոսում ենք 5 միլիարդ հետո 4 միլիարդ արտահանելու մասին, նշանակում է այստեղ խնդիրը ներդրումները չի, ոչ մի ներդրում էլ չի լինելու։ Եվ այն հասարակությանը հրամցված տեղեկատվությունը, թե իբր Միացյալ Նահանգները 9 միլիարդ դոլարի ներդրում է անելու Հայաստանում, իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգները 9 միլիարդ դոլար ըստ էության պարտք է տալու Հայաստանին, եւ Հայաստանը, այլ կերպ ասած, 9 միլիարդ դոլարի ապրանք պիտի գնի Միացյալ Նահանգներից։ Համաձայնի սա մի փոքր, բայց տարբերություն եւ կարեւոր տարբերություն։ Չէ, միանշանակ այստեղ կա տարբերություն, բայց ինչպես նաեւ հենց օրերս նույն այս այցից հետո ԱՄՆ-ի պատվիրակության նաեւ եղավ հայտարարություն, ես հիշում եմ մամուլից, որ մեր ներկայիս 77 թվականից շահագործվող մեծամուրի ատոմակայանի շահագործումը ռեալ է մինչև 46 թվական։ Բայց իհարկե սկզբում պայմանագիրը մինչև 36 թվական, այսինքն 2 օրվա մեջ 10 տարով գործողության ժամկետը երկարացնելու հնարավորություն առաջացավ։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ հերթական ստուգումներն էին պլանային անցկացվում, դե չմոռանանք, որ դա այն հիմնարկներից է, որտեղ րոպե առ րոպե պիտի թարվի։ Ես հիշում եմ 46 թիվը կրկին հիշատակվել էր։ Ամենայն դեպս պայմանագիրը ինչպես որ մամուլում էր նշված, Ռոսատոմի հետ ստորագրված պայմանագիրը վերաբերում է մինչև 36 թվականին, ինչև է, դա չի այցը։
Հարցը կայանում է հետևյալում, որ Վենսը եւ նաեւ չմոռանանք այն անօթաչուների մասին 12 միլիոն դոլարի, որ գնվեց Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներից հետախուզական նպատակներով դրանք օգտագործելու համար, չնայած մեր այդ ոլորտի մասնագետները արդեն շտապեցին հայտարարել, որ այդ անօթաչուները նորույթ չեն կամ ճեղքում չեն գիտության մեջ եւ այդ նման անօթաչուներ հայ մասնագետները վաղուց արդեն դրան տեղյակ են եւ հայկական արտադրանք էլ կա դրա հետ կապված։ Ինչևէ, երկրորդ հատվածը Վենսի այցի Հայաստան ցեղասպանության հուշահամալիր։ Այն ինչ կատարվեց այնտեղ, այո, կրկին մտահոգությունների տեղիք է տալիս ըստ էության։ Հիշեցնեմ, Վենսը այստեղից մեկնելուց օդանավականում ինչ ասեց, ես այցելեցի ցեղասպանության թանգարան ինստիտուտ, քանզի ինձ խնդրել էին։ Ինձ ասել էին, որ դա հայերի համար կարևոր է։ Հիմա մի կողմ թողնենք ով է խնդրել, բայց շնորհ շատ հետաքրքիր է ով է խնդրել։ Բայց Վենսի այցը սովորական այց չէր, Վենսի այցը պաշտոնական այց էր։ Հետևաբար արարողակարգի ծառայությունը եւ արարողակարգի մասին օրենքը նախատեսում է, որ պարտադիր վայրերից մեկը, որ պիտի գնա Վենսը, դա ցեղասպանության հուշահամալիրն է։ Հետևաբար կամ միգուցե օրենքում է փոփոխություն կատարվել եւ ցեղասպանության հուշահամալիր գնալու պարտադիր պայմանը հանվել է այդ ցանկից, որովհետեւ ուշադրություն դարձնում է այլ կարևոր հանգամանքի վրա Վենսը։ Ես դրա համար այսպես ռետորական հարց եմ բարձրացնում, փորձելով վերլուծել հասկանալ ինչ է կատարվում, որովհետեւ Վենսը անգամ թանգարան ինստիտուտի տարածք չմտավ։ Ինքը հյուրերի հուշամատյանը ստորագրեց դրսում անձրևանոցի տակ։ Բայց եթե հիշում ես բոլոր բարձրաստիճան հյուրերը գնում էին ցեղասպանության թանգարան ինստիտուտ, մտնում թանգարան, ինչպես նաև կարող է ժամանակի սղություն է եղել, կարող է։ Ինչը գիտենք, բայց ինչև է հուշահամալիրը անմեղության կանխավարկածը չխախտելու համար չպնդենք ինչ որ մի տարբերակի վրա, բայց ամեն դեպքում փորձենք հասկանալ իրականում ինչ է կատարվում։ Եվ ամենից կարևորը իրականում որքան է Վենսը առհասարակ տեղյակ հայ ժողովրդի մասին։ Վենսը եղել է բարձրաստիճան պաշտոնյա Միացյալ Նահանգներում, ինքը բավականին սերտ աշխատել է եւ կոնգրեսում եւ օրենսդիրմանում, այսինքն այնպես չի որ Վենսը մեկից պիտի լսեր հայոց ցեղասպանության մասին։ Նա ուղի անցած գործի չէ, ազնվորություն։ Հետևաբար նրա այդ հայտարարությունը մի տեսակ շատ ավելի կասկածի տեղիք է տալիս եւ ավելի հարցեր է առաջացնում։ Ես վստահ եմ Վենսը անձամբ ճանաչում է նաեւ այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ զբաղվել են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ ԱՄՆ-ի կողմից, այո, ճանաչման հետ կապված 2024-ին ներողություն կոնգրեսականները, ովքեր դրանով զբաղվել են եւ կամ զբաղվում են, միշտ դրա մասին բարձրաձայնել են մամուլում էլ։ Ավելին 2024-ին Բայդենը, եթե հիշում ես, ճանաչեց հայոց ցեղասպանության եզրույթը օգտագործեց։ Հետևաբար Վենսի այդ միամիտ, այսպես հայացքով լրագրողներին տված հարցազրույցը, որ ես չգիտեի, ինձ ասեցին, որ դա հայերի համար կարևոր է։ Այո, մտածելու շատ ավելի հարցեր է առաջացնում։ Իհարկե, եթե փորձենք այսպես հասկանալ, թե ինչ տվեց Վենսի այցը Հայաստանին, իմ կարծիքով դա ավելի շատ հարցեր առաջացրեց ըստ էության հասարակության մոտ, քան տվեց այդ հարցերի պատասխաններ։ Երրորդ փուլը կամ երրորդ քեյսը Վենսի այցի, ինչպես կուզենք դա որակենք, դա թրիփն է։ Հիմա թրիփի հետ կապված էլ Վենսը ասում է, որ ներդրումներ տարածաշրջանային պետությունները կանեն։ Ես ինքս էլ եմ զուգրամացել ասեմ, որտեղ նշվում է տարածաշրջանային, Ես փորձենք իրենց հետ վերլուծել, այո, իրար հետ վերլուծել։ Տարածաշրջանային որ երկրները կարող են թրիփում ներդրումներ կատարել։ Պարզ քարտեզին նայում ենք, Իրանը մի քիչ հավանական է։ Ամենաանհավանական տեխնացու։ Ռուսաստանի Դաշնությունը այստեղ չեն թողում, ասում են դա հայ-ամերիկյան ծրագիր է, դուք դրա հետ գործ չունեք։ Վրաստանը դժվար, որովհետև Վրաստանի տրանզիտային հնարավորությունները կտրուկ ընկնում են թրիփը բացելու հետ կապված։ Թրիփի պարագան Վրաստանը ոչ շահառու է հանդես, այսպես ասած։ Մնում է Ադրբեջանը եւ Թուրքիան։ Սա արդեն որոշակի մտահոգվելու տեղիք է տալիս։ Եվ ավելին, այստեղ օգոստոսի 8-ի այդ պայմանագիրը, որ ստորագրվեց Վաշինգտոնում, Թրամփի ներկայությամբ, հիշում ես ինչ
աղմուկ աղաղակ բարձրացավ Հայաստան հոսող ապագայում Հայաստան հոսող միլիարդավոր դոլարների մասին, որ ամերիկյան ներդրումներ են լինելու եւ այլն։ Հիմա պարզվում է տարածաշրջանում Միացյալ Նահանգները ներդրում անելու ցանկություն էլ չունի ըստ էության։ Ինքը պարտք է տալու Հայաստանին 9 միլիարդ, իսկ թրիփի շահագործումը թող մնա տարածաշրջանային պետությունների վրա, իրենք թող ֆինանսավորեն։ Բայց որ տարածաշրջանային ասելով մենք որ նոր, ինչպես ասենք, թվարկեցինք երկրները մեր սահմանակից 4-ը, ինչպես նաև Ռուսաստանը, բայց չեն կարող բացառել, իսկ կարող են նույն Ռուսաստանը որևէ ֆորմատով ներգրավել։ Ռուսաստանը արդեն հայտարարում է, որ իրենք հետաքրքրված են։ Որովհետև իրենք հայտարարել են։ Բայց դրան անմիջապես հետևում է Հայաստանի կոշտ պատասխանը, որոշ պաշտոնյաների, որ դա հայ-ամերիկյան ծրագիր է եւ ոչ մի երկիր չպիտի մտնի այդտեղ առանց երկու կողմի համաձայնության։ Դե հասկանալի է, որ երկու կողմը պիտի համաձայնեն։ Այսինքն ստացվում է Ադրբեջան եւ Թուրքիա։ Մյուս կողմից էլ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտգործնախարարների միջև ստորագրված հայ-ամերիկյան կոնսորցիում ստեղծելու մասին պայմանագրով 74-26 հարաբերակցություն է։ Մենք այդ մասին խոսել ենք, այսինքն ստացվում է, որ այդ 74-ը ոչ թե գնալու է Միացյալ Նահանգներին անգամ եկամուտ, այլ եկամուտը տնօրինելու են ըստ տրամաբանության այն պետությունները, որոնք այդտեղ ներդրումներ են անելու։ Կամ երկրորդ տարբերակը, իրենք կզիջեն այդ գումարը Միացյալ Նահանգներին, դրա դիմաց Միացյալ Նահանգներից փորձելով կորզել այլ, այսպես, զիջումներ այլ ոլորտներում, այո։ Հայաստանյան այցի համեմատ Վենսի ադրբեջանական այցը 180 աստիճանով տարբերվում էր։ Վենսին դիմավորելու արարողությունից սկսած, վերջացրած այն արարողակարգային միջոցառումներով, օրինակ տես, Բաքվի այսպես կոչված շահիդների պուրակի այցելությունը մտնում է բանի մեջ, արարողակարգի մեջ, այնպես ինչպես Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, բայց Վենսը մի հատ շատ այսպես մեղմ ասած վատ արարքել արեց հայ ժողովրդին ուղղված, երբ ինքը թվիթ արեց, որ գտնվում է Ցեղասպանության թանգարանում եւ հայոց ցեղասպանության մասին գրառում արեց, հետո շատ արագ ջնջեց։ Միգուցե մտածելով, որ Բաքվում կարող են իրեն անհարմար հարցեր տալ հայոց ցեղասպանության ժամանակ հարցեր։ Գրառման մասին ես կարդացի, որ դա եղել է, ես ինքս դա չեմ տեսել, բայց կարդացի, որ եղել է գրառումը, իսկ հետո դա ջնջվել էր։ Իսկ ինչ խոսվեց Ադրբեջանում եւ ինչ հարցեր քննարկվեցին Ադրբեջանում։ Մեր մամուլը այդ այցին անդրադարձավ այնքանով, որքանով, բայց փորձենք հիմա իմի բերել եւ հասկանալ, թե ինչպիսի կարեւոր հայտարարություններ արվեցին եւ ինչ պայմանագրեր ստորագրվեցին, որոնք նաեւ մեզ համար ապագայում գլխացավանք են դառնալու ըստ էության։ Սկզբից սկսենք, կամ ըստ հաջորդականությամբ գանք։ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև ստորագրվում է ռազմավարական համագործակցության մասին խարտիա։ Այո, խարտիա, որով նաեւ երկու պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա այստեղ այսպես ծագում է ամենից կարևոր հարցը։ Միացյալ Նահանգները որ սահմաններում է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը ավարտված չէ, խաղաղությունն էլ խաղաղությունը կապված չէ։ Ինձ որպես շարքային քաղաքացու հետաքրքրում է դեպքում Ադրբեջանի որ սահմաններով է Միացյալ Նահանգները ճանաչում եւ երկրորդը, որ Ադրբեջանի սահմաններով է ճանաչում Միացյալ Նահանգները Ադրբեջանի անկախությունը, եթե Ադրբեջանի սահմանադրությամբ Ադրբեջանը առաջին հանրապետության, դեմոկրատական հանրապետության հաջորդն է, այո, ոչ թե խորհրդային Ադրբեջան 10-20 թվականների։ Հիմա այս հարցը ես կարծում եմ մեր պատկան մարմինները պիտի տան Միացյալ Նահանգների դեսպանին Հայաստանում հրավիրեն ԱԳՆ սուրճ խմելու եւ այդ հարցերը տան ուղղակի առանց վախենալու, առանց քաշվելու, դա սովորական պրոտոկոլ է։ Մեր երկրին վերաբերող պրոտոկոլ է եւ դեսպանը պիտի գա եւ իսկ Վենսն էլ պատահական մարդ չի, փոխնախագահան է Միացյալ Նահանգների, պիտի գա դեսպանը կարգ է, որը այդ հարցը այո, դեսպանը պիտի գա եւ փորձի տալ պարզաբանում եւ նաեւ մամուլի համար պիտի պարզաբանում տարածվի, թե այդ որ տարածքներն է ճանաչում Միացյալ Նահանգները եւ արդյոք սա
մեր համար չի լինելու խնդիր, որ արդյոք Միացյալ Նահանգները արդեն չի սկսելու զբաղվել հայ-ադրբեջանական սահմաններով եւ Հայաստանին պարտադրի ընդունել այն սահմանները, որը հետ կապված ինքը արդեն պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։ Որտեղ խարծեն դա քիչ բան չէ։ Այո, իսկ այդ պարագայում մենք կարող ենք վստահ լինել Միացյալ Նահանգների անաչառության վրա։ Այստեղ խնդիրը ոչ թե հարց է։ Այո, այստեղ խնդիրը ոչ թե ինչ որ մեկին սիրել, չսիրել եւ այլն։ Սա զուտ հարցեր են, մասնագիտական հարցեր են, որի պատասխանները մենք այս պահի դրությամբ ամենայն դեպս չենք կարողանում ստանալ։ Այո, չենք կարողանում ստանալ, տեղեկություն չունենք ոչ։ Հետևաբար, ինչ է լինելու Հայաստանի սուվերեն տարածքում 250 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվող ադրբեջանցիների հետ, որոնք մտել են մեր տարածք 23 թվականին եւ այն մեր տարածքից դուրս չեն եկել։ Հիմա Միացյալ Նահանգները այդ մարդկանցով լեցուն տարածքն է համարում Ադրբեջան։ Այսինքն ինչպես է դա ճիշտ է հարցը, որ սահմանում է այն ճանաչվում։ Երրորդ, հասկանալի չէ Միացյալ Նահանգների դիրքորոշումը այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների վերադարձի հետ կապված։ Չենք հասկանում, որ իրենք տարիներ օգտագործում են արևմտյան։ Այո, չենք հասկանում ինչ է նշանակում արևմտյան Ադրբեջան եւ ովքեր են այդ 300,000 մարդիկ։ Այն պարագայում, երբ որ Հայաստանում, խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների թիվը 120 թե 130,000-ը չի անցել։ Ես որքանով եթե չեմ սխալվում, որքան հիշում եմ 89 թվականին անցկացվել է ԽՍՀՄ վերջին մարտահամարը։ Ըստ այդ մարտահամարի, որքան հիշում եմ, ադրբեջանցիների թիվը 100,000-ի մոտ էր։ Այսինքն այո 100-120,000 հիմա Ադրբեջանի ղեկավարը որտեղից է վերցրել այդ 300,000 թիվը եւ ինչու այդ քո ասած այդ 89 թվականի վերջի մարտը եթե մենք 75 թվականի քարտեզը կարող ենք վերցնել տեսականորեն որպես հիմք մենք ինչու չենք կարող վերցնել 89 թվականի մարտահամարի տվյալները եւ ադրբեջանցիների մեր գործընկերներին հանդիպման ժամանակ ներկայացնենք խնդրենք իրենք էլ ներկայացնեն իրենց տվյալները եւ իրենց աղբյուրները որտեղից են իրենք վերցրել այդ ուրեմն թիվը այո ինչ 300,000 եւ կրկին վերադառնում ենք 300,000-ի պարագայում Հայաստանեն վերադառնալով որ գյուղերում են դրանք ապրելու Պարզ հարց կրկին պարզ չի այո Այսինքն ես հեռու եմ այն մտքից որ Վենսը այնքան անփորձ քաղաքական գործի չէ որ այս հարցերի պատասխանները նա իր մոտ հարցեր չի առաջանում հետո հաշվի առնելով այն ավանդականությունը որը կա ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ այդ մոտ 1780-ականներից սկսված երբ այդ պետությունը ձևավորվեց տասնամյակներով հղկված այդ քաղաքականություն իրենց արտաքին քաղաքականության վարելու մեխանիզմները անփորձ մարդը երբեք այնտեղ չի կարող նման բարձունքի հասնել Եվ հետո ես ուշադրություն դարձրեցի որ Վենսը առանձնահատուկ վերաբերմունք եւ ջերմություն է տածում ադրբեջանցիների նկատմամբ նրա հայտարարությունը կարծում եմ շատ բանի մասին է խոսում Աֆղանստան ադրբեջանցիների հերոսությունները եւ ասում է ես հիմա կասեմ մի բան որի մասին շատ քիչ մարդ գիտի դա ադրբեջանցիների արարքներն ու նրանց աջակցությունները Աֆղանստանում ամերիկյան զորքերին երբ նրանք ուսուսի տված Աֆղանստանում պայքարում էին ահաբեկիչների դեմ եւ նման հայտարարություն մենք ԱՄՆ-ի կողմից չենք լսել ադրբեջանցիների իսկ որտեղից Վենսին է տեղեկատվությունը Իսկ միգուցե Ալիևն է շշնջացել նրա ականջին, որ դուք գիտեք, որ մենք Աֆղանստանում ինչեր ենք արել ձեր համար։ Ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական վիճակի եւ ադրբեջանցի զինվորի իրական պատկերը շատ զորահրամանատարներ են տվել ժամանակին ոչ հայ։ Այո, ոչ հայ։ Այո, եւ պետք չի է կարծում եմ այս եթերում անդրադառնալ նաեւ դրան։ Բայց ես կարծում եմ ադրբեջանցիները ոչ թե իրենց բնույթն իմանալով, դժվար թե ուսուսի տված նրանք պայքարեին Աֆղանստանում ուրեմն ահաբեկիչների դեմ եւ հետո բերեին ահաբեկիչներ մեր դեմ օգտագործելու։ Դե ինչ վերաբերում այդ հայտարարությանը Վենսի Գրիգոր ես ճիշտ չեմ կարծում որ նա դա արել է ինչպես ասացիր Ալիևի շշնջալով Այդ դեպքում որտեղից նրան է տեղեկատվությունը Իսկ Վենսին չէին ասել որ 93 թվականին
Արցախում մեր դեմ կռվում էին նաև այսօրվա թալիբների այսպես ավագ եղբայրները, այո։ Թող գնան հարցնեն արխիվներում ամեն ինչ կա։ Դե բնականաբար դա։ Այսինքն մի կողմից Ադրբեջան 93 թվականին Թալիբանին հրավիրում է Ադրբեջան մեր դեմ կռվելու, հետո 2001-ին ինքը գնում է Աֆղանստան Թալիբների դեմ կռվելու։ Այո, դա Վենսի տրամաբանությամբ։ Բայց այստեղ էլ լուր է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Որքան է եղել ադրբեջանական զորագունդ Աֆղանստանում համամասնությունով վերցրած եւ որքան եղել հայկական զորագունդ Աֆղանստանում, որ տարածքներն են պաշտպանել հայկական զորագնդի մարտիկները։ Իսկ այնպես չէ, որ մենք չենք եղել։ Մենք ոչ միայն Աֆղանստանում ենք եղել, մենք եղել ենք նաև Իրաքում եւ եղել ենք Կոսովոյում։ Իսկ թե ինչպիսին է հայ խաղաղապահ գումարտակը եւ ինչպիսի բարձր մարտական պատրաստություն ու ոգի ունի, թող հարցնեն այն սերբերին։ Ու ովքեր ականատես են եղել, այո, կան շատ դրական արձագանք սերբական եկեղեցիները Կոսովոն պաշտպանելուց։ Այդ խաղաղապահների մասին պետք է խոսվեր, այլ ոչ թե մտածածին ինչ որ ռեմբոներ հորինել, ովքեր որ միջև վերջ մնացին, ուղղակի ինձ հայտնի, բայց անհայտ մնաց, միջև որ պահը մնացին ադրբեջանցիները Աֆղանստանում, երբ որ օդանավին վրա կանգնած փախնում էին, թե այո, թե երբ Սա եւս կարծում եմ Միացյալ Նահանգների դեսպանից սուրճ խմելու առիթ է։ Մենք պիտի հասկանանք վերջապես ռազմավարական համագործակցություն եւ Հայաստանի հետ Միացյալ Նահանգները ստորագրում է ռազմավարական համագործակցության մտադրությունների մասին հուշագիր, Ադրբեջանը ստորագրում է ռազմավարական համագործակցության մասին խարտիա։ Սա մի փոքր տարբեր է։ Այո, կարգավիճակով տարբեր փաստաթղթեր են։ Դրա համար ես կարծում եմ մենք պետք է եւ ես պատահական չէ որ այսօր հաղորդումը փորձեցի տանել այդ ուղիով էլի։ Փորձենք հասկանալ եւ միգուցե եւ մեր մոտ ստացվեց, բայց ես կարծում եմ ինչպես Վենսի այցով, այնպես էլ մեր եթերում շատ ավելի հարցեր առաջացան, քան տվեցին այդ հարցերը, որոնք պիտի ստանան պատասխանները, հուսանք որ այդ պատասխանները կլինեն։ Հուսանք որ կլինեն։ Ես էլ մեծ հույս ունեմ, որ եթե այստեղ չի, ապա գոնե Միացյալ Նահանգներում հայկական լոբիստական կազմակերպությունները եւ ուրեմն սենատորները այդ հարցը կտան Վենսին, առաջին ինչից էր նա վերցրել, որ ադրբեջանցիները ինքը բաներ գիտեր, որ ոչ մեկ չգիտի, որտեղից նրան է տեղեկատվություն, երկրորդ նրա առհամարական վերաբերմունքը հայոց ցեղասպանության հուշահամալիրի այցելության հետ կապված եւ երրորդ ինչու էր գրել ցեղասպանություն բառը հետո ջնջել եւ ամենակարևորը չորրորդ ում խնդրանքով էր նա գնացել ցեղասպանության թանգարան հուշահամալիր, որովհետեւ իրեն ասել էին, որ դա հայերի համար կարևոր է։ Ինչևէ հուսանք որ կլինեն այդ պատասխանները, որովհետև չմոռանանք, որ ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է։ Այո, եւ սա չի բխում հայ-ամերիկյանեն հարաբերությունների տրամաբանությունից։ Եվ դա այն գործընկերներից է, որտեղ միանշանակ առավելագույն հստակություն է հարկավոր։ Մենք միլիոնանոց համայնք ունենք Միացյալ Նահանգներում, մենք ունենք հզոր կազմակերպություններ Միացյալ Նահանգներում եւ այն հարաբերությունների պատմությունը եւ այն փորձություններով, որ անցել է հայ-ամերիկյան հարաբերությունները, իմ սուբյեկտիվ կարծիքով հարիր չէ այդ հարաբերություններին նման վերաբերմունք եւ նման գործելավոճ։ Պարզ հստակ ամեն ինչը պետք է ասված լինի։ Ինչևէ հուսանք, որ այս ամենը նաև պատկան մարմինները իրենց զինանոց կվերցնեն եւ առաջիկայում ես վստահ եմ նման առիթներ լինելու է առաջիկայում Միացյալ Նահանգների տարբեր տրամաչափի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ գոնե այսպես ոչ պաշտոնական միջավայրում ամեն դեպքում կբարձրացնեն այս հարցերը որովհետեւ սա մեզ շատ մտահոգիչ հարցեր է եւ երկրորդը Միացյալ Նահանգները քաղաքականությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հավասարության նշան չդրեց ակնհայտորեն Ադրբեջանը իր համար ավելի կարևոր է Վենսը դա չթաքցրեց եւ խարտիայի ստորագրումը եւ նրա հայտարարությունները եւ այն դիֆերանտները որ զոնվեցին Աֆղանստանի հետ կապված զուտ փաստը խարտիա այո այս թեման էր որին այսօր ես ցանկացա անդրադառնալ սիրելի հայրենակիցներ Գևորգ Հարությունյանի հետ միասին Իդեպ հիշեցնեմ, որ մի բաց մի թողեք հնարավորություն եւ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, ինչպես նաեւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր YouTube ալիքին։ Այս թեման էր այսօր, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։